Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք հավով ապուր, շատ օգտակար, շատ հետաքրքիր համ ունեցող եւ մի քանի բանջարեղեններ եւ հավ ստանալու ենք կրեմային հավով ապուր։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է մի հատ պակետ հաց, 10-ից 12 հատ սունկ, մի հատ կազար, մի հատ սոխ եւ կես կապ մաղդանոց, 150 գրամ կարագ, 1.5 կտալ ալյուր, 1 բաժակ կաթ, կես կիլո հավ ոսկորով խաշելու համար։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ եւ սպիտակ բղբեղ, 2-ից 3 բաժակ ջուր։ Ինչպես տեսնում եք, այստեղ արդեն բոլոշի կա, այսինքն մուղ, ծուխ եւ այլն, քանի որ մենք սկսել ենք մեր հավերը եփել, առաջ որ սկսենք եթերը, որպեսզի ժամանակ շահենք։ Իսկ ինչ հավեր ենք օգտագործում, դե իհարկե զանգեզուրի հավերը, ոսկորով հավերն եմ ընտրել 3 հատ բդի մասերը, դուք կարող եք կամ գրծքամիս օգտագործել, կամ կարող եք ընդհանուր մի հատ մեծ հավ օգտագործել, նայած ձեր պատրաստած չափսը ինչքան պետք է։ Ուզում եմ ամենաառաջ գազարը կտրատել, այսինքն հավից հետո, կամ որ հավը արդեն եփում է, ուրեմն մոտավոր կիսելու եմ այսպես, ու 3 մասի եմ բաժանելու եւ այսպես մանր կտրատելու եմ, այսպես, մոտավոր հավասար պետք է լինի, որպեսզի եփվածությունը, միշտ ասում եմ, որ հավասար կարողանա մեր վարգյանները, որ եփում ենք ինչ-որ մի բան, հավասար լինի ու եփվի, ոչ ինչ-որ գդոր լինի, որ չեփվի, կամ էլ հակառակը շատ ավելորդ եփի։ Գազարները կտրատեցինք, սունկերը այսպես ենք անելու, փարակ, այսպես։ Ինձ շատ են հարցնում սունգի լվալու մասին, սունգը չենք լվում, սունգը անցերոցիկով սրբում ենք։ Բայց եթե շատ ցեխ է լինում, իրականում օքեյ, բայց ինքը պետքա որ ցեխոտ չլինի։ Եթե սունգի ալերգիա ունեցողներ կան ձեր տանը կամ սունգ չեն ուտում, կարող եք սունգը չդնել եւ իրատեղ ուրիշ բան դնել։ Օրինակ կարող եք բղբեղի տեսակ, կարող եք օրինակ կարտոֆիլ։ Բայց իրական բաղադրատոմսի մեջ սունգը շատ սազում է այս ամեն ինչի իրար։ Սունգն էլ ունենք, հիմա մնաց օնիենը, այսինքն սոխը։ Կիսում եմ։ Գիսալուսին կտրատելու եմ։ Այսքանը, ամեն ինչ պատրաստ է, հիմա ինչ ենք անում, նայենք մեկ հատ հավին, կարծում եմ արդեն պատրաստ է, ես իրան վրա ավելացրել եմ դարչին և թափնու տերև, Հավի ջուրը պատրաստ է, հիմա մի հատ ստեղ մաքրագործենք, ABC-ով ու հետ վերադառնանք։ Մի քիչ կարագ, մի քիչ ցիտապտրից հետ, միշտ ասել եմ, որ այս երկուքը իրար հետ ավելի համով է լինում։ Ավելացնելու եմ կազարը, մի հատ խառնենք։ Սունգը կարող եմ մի ափսեի մեջ դնել, որ հեշտ լինի, չգնամ չկամ մի 5 անգամ։
ավելացում ենք սունգը։ Խառնում եմ։ Շուտ-շուտ ենք խառնում, որ բոլոր սունգերը կարակից և ծիրաբրղից հետից վերցնեն։ Հիմա արդեն կարող ենք սոխը ավելացնել։ Շուտ-շուտ խառնում ենք, հիմա արդեն աղը պետք է ավելացնենք։ Բաղբեղը սև։ Այ, ինչ լավ հոտեր կան արդեն ուստեղ, դեր հելը բան չենք արել։ Մի քիչ էլ արդեն աղացածից։ Իսկ հիմա սպիտակ բաղբեղ։ Դե իհարկե շատ ուրախ եմ, որ Մարանիկը սպիտակ բաղբեղ ունի։ Շատ եմ սիրում ու շատ եմ օգտագործում։ Իսկ այս տեսակ սուպերի շատ ասազում։ Մոտավոր գեստեի գտալ ավելացրել եմ։ Հիմա մնում է ավելացնենք ալյուրը։ Իսկ ալյուրը ինչ ենք ավելացում, որպեսզի այս բոլոր համերը հավաքի ու հետո երբ որ հյութը կա, ինքը թանձրացնի, քրեմային լինի։ Մի հատ լավ խառնում եմ։ Ավելացում եմ կաթ։ Խառնում եմ լավ։ Եվ հիմա հավի ջուրը։ Հիմա թողնելու ենք մի քիչ եփի, մի քիչ ասելով, դից 10-15 րոպե մաքսիմում, որովհետև ինքը կեսից ավել արդեն սունգերը եփել են ու կազարները։ Դե ինձ սիրելիներս, հավն եմ մաքրելու։ Մի քիչ այսպես շատ ուշադիր ենք ընդհանրապես մաքրում հավը, որովհետև երբ որ սուպի մեջ ենք դնում, ոչ մի սխալ չի կարող լինի, ոչ ոսկոր, ոչ ավելորդ ինչ-որ ուրիշ կտոր եւ այլն։ Հերացում ենք մաշկը, հերացում ենք մնացած բաները եւ մաքուր միսը վերցնում ենք։ Իրականում հետաքրքիր է լինում այս տեսակի սուպերը, որովհետև երբ որ եփում ենք հավը կամ միսը, հետո վերցնում ենք իրանց ջուրը, ոնց որ իդեալական կատարյալ համադրություն է լինում ու շատ առողջարար, որովհետև ոչ մի բան ոնց որ դուրս չենք հանում կամ չենք թափում։ Դե իհարկե մենք սիլի ջուր ենք ավելացրել, դուք եթե հնարավորություն ունեք սիլի ջուր կարող եք ավելացնել, եթե չէ կարող եք ինչ-որ ձորագից կամ ինչ-որ ուրիշ հայկական ջուր, խնդիր չէ, կարևորը հայկական ջուրն է։ Հավերն էլ վերջացուցենք, արդեն պատրաստ է, հիմա այսպիսով նեդելու ենք աբուրի վրա կամ աբուրի մեջ։ Քանի որ մեկ ցերկս ծերնոց չունեի, հավ է, մի հատ օճարվենք ABC-ով, որ այդ հավին հոդը համը գնա։ Գնաց։ Ապրի ABC-ին։ Վաու։ Դուք պատկերացնում եք ինչ համեր են ստեղ, միամիտո։ Թողնում ենք մի քիչ եփկա ու արդեն պատրաստ կլինի։ Հիմա այստեղ ունենք հաց, մենք ուզում ենք մի քանի շերտ անենք ու ուղարկենք ջեռոց, որ կարմրի ու մինչև սուպը պատրաստ լինի, կարմրած հացով վայելենք սուպը կամ աբուրը։ Այսպես բարակ կարող ենք անել։ Կարող եք
հաց չի թնել իր կողքը, բայց կարմրած հացը հենց չերոցի խրխտան շատ համով է դարձնում ու ավելի դառնում է մեր ջաշը full meal, այսինքն ամբողջական ուտեստ։ Իսկ մեր լոյն, որ պակետ ես ասում, ինչ որ էսկանի պակետ է բերում, ոնց որ 5 օրվա սուպ պետք է պատրաստել, բայց ոչինչ։ Մենք մեգա հիմա համով բաներ ենք ուտելու, այդ պակետը հանգիստ կուտենք։ Մի հատ էլ պուրտուճ կնենք։ Էս ինչա, թող մնա, լավ։ Բերենք սինին։ Ավելացնում եմ ու ուղարկում եմ չերոց։ 10 րոպե է պետք, որպեսզի այս անուշիկ հացիկները կարմրեն։ Մեր օպերատորները միտքերին կբահեն 5-ից 6 րոպե, որպեսզի հացը կարմրի։ Իսկ ես ուզում եմ մի հատ սուրճ դնեմ, իրական վայել եմ մի հատ Smile Sweet-ից համեղություն։ Այսօր մտածում եմ մրցնապույն փորձել, երևի այդ մրցնապույնը կբացենք մի քիչ հետո։ Համամիտ եք։ Դե ինչ խոսք։ Ներքևը կգրեք երևի, եթե համամիտ չլինեք։ Կարող եք ուզենաք մի օր մրցնապույն պատրաստեմ։ Մեր սուպը պատրաստ է։ Թողենք մի քանի րոպե հանգստանա, մինչև մեր ազատ կեղները կամ մաղադանոցները կտրատենք, արդեն հացիկն էլ պատրաստ կլինի։ Եթե ինչ-որ ուրիշ կանաչի ունիք, խնդիր չկա, կարող եք թնել։ Վստահ եմ համեմ կունենաք տունը, որովհետև բոլոր հայերի դները համեմ է։ Կարող եք համեմ թնել, խնդիր չկա։ Բայց որ սպյուրքահայ պիտքա հյուրցեզի, կարող է համեմ չթնենք, քանի ամեն սպյուրքահայերը չէ, որ սիրում են համեմ։ Օրինակ, որ ռեստորան ենք գնում, միշտ մեր հյուրերը մանավանդ որ սպյուրքահայ են ասում են մատուցողին հաջիս ինչ որ ուտելիք կա մեջը համեմ ինձ ասա։ Մի խոսքով ինչ կանաչի կուզեք կարող եք թնել։ Ես իմ մաղդանոցը կտրատեցի, արդեն պատրաստ ենք։ Լցում ենք մեր ապուրը։ Վաու։ Ավելացում եմ մի քիչ ազատ կեղ։ Եվ կողքը տնում եմ հացիկները։ Այսպես շարում եմ հետաքրքիր սևով, որպեսզի ընտանիքի բոլոր անդամները ուրախ տղար ապրեն միասին։ Եվ այսօրվա պաղաչրատոմսը հավով սնկով ապուրը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարեխոժակ։ Պաղիկը պատրաստ է հանդեսելու։ Մի հատ ցես դարիս եմ, հետո հետ վերցնում եմ, որպեսզի ուտեմ։ Ինչ անենք։ Ուզում եմ ցույց տամ եւ միևնույն ժամանակ ուզում եմ հանդեսեմ իմ պատրաստածը։ Մի քիչ վերցնեմ սնգից եւ հավից, հույսով եմ չեմ վարվի։ Մի քիչ ավելի փոքր հավ։ Մուխա, ես պիտի վարիմ։ Միանշանակ պիտի վարվեմ։ Անեմ ռիսկը։ Պչի, ասում ալինում։ Կարող եմ ասել վարվեցի, բայց այնքան համով էր, որ ոչինչ, վարվեմ։ Շատ համով, իդեալական համադրություն քրեմային ապուր սիրողների, ընդհանրապես ապուր սիրողների, ընդհանրապես ապուր չի սիրողների համար, այս ապուրը իդեալական է։ Անպայման պատրաստեք շատ համով է։ Վաղ կհանդիպենք նույն ժամին 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով։ Համի կախնիկ, ցտեսություն։